Ապես որդ է կպցրեց։ Ավելի վատ կպցրեց։ Հա, որ երևա։ Ոնց որ Վինի Փուխը որ ասում է, ո՞ւմ է շարի։ Դա երկու Վինի Փուխը։ Ռամ պամ պամ։ Չներեմ բերվել։ Հələ շուտ արի։ Շատ լավ ակցիա եք մտածել։ Շատ լավ ակցիա եք մտածել։ Գնանք։ Աբե լավ բան չի ստացվելու դրանից, ապե։ Ապե ոնց որ ցեն ձերի հետ արած ու ակցիա անելու, ոչ մի հանդես չունեն։ Ակցիա չի էս։ Պիլոտա, մի պրոստը տենանք կարում ենք անենք, թե։ Հազուստի։ Էսի մի անգամյա, հետո էսի եթե լավ արենք, որ ակցիան կգցենք։ Ինչ ենք անում քուչիկների վրա։ Գլասից չեն գալիս, մեր պլաններ տոկավ, հելան կարող։ Դուր։ Մի տարի պատմում։ Ասում եմ, իմ համար խնած էի, ընկերս Բարտակը։ Որոշեց, որ բանը։ Մի օպերատորին պաչելը ոնց ալի։ Սպարտակը ուզում էր այսօր օպերացիա գտի, որը вообще անձրի բան գծելու չէր, էլի։ Ես էլ Ոսկե ավտո լվար։ ասենք, օրինակ, պայմանական է։ ասի ելք գտնեմ ու քանի որ ելք կա, որտա դուչի կա ավտոյին։ Այդ սպիկերներն է։ Կանտելը։ Բայց հիմա նպատակը ո՞րն է, ինչ ենք անում։ Նպատակը բոլորին դեմեմ ստիկերը, դե ոնց որ մենք որ բան ենք։ Դե Անդրեվի անենք, էլի էս։ Որտե Սպարտակն է, չէ՞։ Ասա, այս միլես մենք բաբա, այս կոմը։ Այ մենք դե մեր հետևում մարտիկ ունենք, չէ՞ որ ֆինանսավոր են, ամերիկացիները։ Դե բադրազի տանեն։ Ու ոնց որ էս եմ արել, էլի։ Որտեղ ենք։ Երկու տարբերակ կան, այ։ Կամ փուչիկների վրա ստիկերները կպցնում ենք։ Ոսկե լարը որ կա, ամեն կողմից մի հատ փուչիկ բաց թողենք, թելով կգա կբռնվի ճոգի։ Ապես մի բան։ Ապե մի հանի։ Ապա մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ փիսիկները Facebook թողեն, իրանք ուղի չեն բարձրանալու, Այմն էր զանգե, հա, ասեց Արամը հետը տա, ասի չէ, ասի ինչ է բանը։ Ալո։ Էй, Դե կալորը քառակուսու վրա դժվար է։ Չեպետեսի լավ չի նրա։ Չես լավ չի։ Լավ է ապելը, как раз սկսեն հպացվել լավ է։ Ուսը ավելի ունի։ Ապե, նորմալ կպցրե, չի կարա նորմալ։ Ասի կալորը գլոբուսի կնդիրել դուց։ Այդ իշխոյի դուրը նկարի, էլի խանչում եմ քեզ։ Չի կարի, լավ։ Ուշ չի, էլի, ուզում է քաղաքականության զբաղվի, որ փող ձեռեն, մի ռուշկա սարքի։ Ապա լավ է էլի։ Արա, իրենց այդ տեղից։ Որը մեջտեղ կպցել է։ Դու կես։ Ապես որդ է կպցրեց։ Ավելի վատ կպցրեց։ Հա, որ երևա։ Ոնց որ Վինի Փուխը որ ասում է, ո՞ւմ է շարի։ Ռամ պամ պամ։ Չներեմ բերվել։ Հələ շուտ արի։ Պիկաչոկն չի կարող բացի։ Պամ պամ պամ։ Այս դաշտը։ Ոյ չի բերում։ Միտի Քրիստիանը յանը հեչա, իջի։ Լավա, լավ, արխային իջի ասել։ Ապե դե կապել է սա, միջի, всё։ Всё։ Ապա էսի մի քիչ արևից, մի քիչ բանից տարակելու է անգլի։ Ադու ջոգել էի ապե մինչև բանել, 100 օրվա ծրագիրը տեսի չի լինել։ Բարի գալու։ Ապա ես առավոտը գալու եմ ստուգ։ Բարի գալու։ Իբան էթում եմ գալու։ Ոսկե փուչիկը երախոս որտած իսկան կերևը, բայց սփոյի ձևը նորորական փոստո փուչիկներ։ Շատ դժվար է ապա ինքնես ավտա հանելու։
Դրան էլ եք թել ցելու ինքս, դրան էլ եք թել։ Արա դե կողք է։ Ապեր չէ մի հատ եք էլ մի կողմ, մի հատ է մի կողմ։ Բայ էսի։ Մի հատ է մի կողմ։ Երկու հատ է մի կողմ, երկու հատ է մի կողմ։ Հա, բայց մի հատ անունով մի կողմ, մի հատ անունով ֆեյլ անելու։ Պետք է մեկին կապենք։ Խնդրում եմ կապի էսի, 3 հատ կապի։ Ապերը մի եթե երկու հատ առանձին ապեր քիչ էլի։ Ես հետո ֆեյլ եմ անելու։ Չէ, գոլը մի հատ է կապի։ Այն երեխան, որ դեր գիտակ շատ լավ ձևավորել, մարդ է դարձել, չի կարող պատահի, որ դեռ փչանա։ Դե համար ես ձեզ կոչ եմ անում եւ խնդրում, որպեսզի դուք դատիդակության հարցերին հատուկ ուշադրություն դարձնեք։ Չէ՞ է հատ։ Ապեր դարը բան է կանեն։ Հատո։ Մի չեն կան։ Ապե իրարը դերկույանից բաց է կողմ։ Բացի է իա, հայ քնա ինքո։ Բացի։ Ոսո։ Էդի բանալա, ես ինքո փախացի։ Բայց ինքո փախացի։ Ես ասեմ, փախա, հա։ Գործնական ենք արել, բուկինգների վրա կպցրել ենք բոլորին դեմեն ու ոնց է բարձրացրել ենք որտեղ որ մարդիկ տեսնեն։ Հիմա մտածում ենք եթե էսի լավ լինի, իհարկե պետք է մի քիչ պարապեցի դերը, եթե լավ լինի, ստացվենք մշտական ակցիա։ Պրինտիվ հարցեր է, այսինքն ինձ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, եւ որ մենք ասում ենք կուսակցությունը մարդ կուսակցությունը։ Եթե պայմանական իմ ցույց տված կուսակցության տեղը հանում ենք լիդերին այդ օրվա այդ պահի, այդ կուսակցության գործունեությունը դադարում է, թե շարունակում է սովորականապես գնալ առաջ։ Օրինակ կոնգրեսի այսօրվա տեխնացուն որ կա, դրանք Լևոն Զուրաբյանը, թե օրինակ ինչ-որ պահի ինքը չկա պատկերացնենք դիցու։ Հայ ազգային կոնգրեսը որպես համակարգ ունի կուսակցական մի հատ ինստիտուցիոնալ կառուցված, որ առանց Լևոն Զուրաբյանի ՀԱԿ-ը առաջ կգնա։ ՀԱԿ-ի իրագործունեությունը նորմալ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Вообще-то это Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։ Հիմա ես նայում եմ իրանց հրապարակած տեխնացուն ով է վարչապետի եւ ըստ դրա եմ ասում։ Հիմա Լևոն Զուրաբյանը որ չլինի, ՀԱԿ-ը առաջ կգնա, թե չէ։ ՀԱԿ-ը շարունակի լինել ՀԱԿ, թե չի լինի ՀԱԿ։ ՀԱԿ-ից երկրորդ ուրիշ մարդ հիմա ճանաչում ենք։ Դա Մանուկյան է։ Ու երրորդ Լուսավոր Հայաստան, էլի որոշակի համակարգ ունեն ստեղծած, իմ կարծիքով մի 15-20 Հանրապետական, էլի ունեն համակարգ եւ 40-50 դա 50%։
40-50 Հայրենիքը ես չունեմ շատ ինֆորմացիա, բայց կարծում եմ 10%։ Հա 20 դաժե։ Նույնիսկ։ Ես ծանոթ չեմ կարող գնահատել։ Ազգային առաջընթացն չեմ կարող գնահատել։ Նորուժն էլ այն։ Մարտական եղբայրությունը որպես համակարգ ինչքան կգնահատես։ 10 Ապրելու երկիրը մի 40 Հա, կարա։ Դաժե շատ 70 Նույնիսկ շատ։ 50%։ 50-ը շատ լավ թիվ է, եղբայր, այդ նշանակում է գնա գալիս եմ, էլի, ազգային առաջընթացը չեմ կարող։ Հայազգային կոնգրեսին են շատ մեծ թիվ տվել։ Որին, կոնգրեսին։ Դե արի 50 դարձնենք, որովհետև 50-ը գոնե ինչ-որ չափելի բան դառնեն։ Okay։ Ստեղից իմ համար անհայտ է նորուժն ու ազգային առաջընթացը, ես իրանց չեմ ճանաչում, էլի չգիտեմ իրանք ինչ։ Երկուսն է երևի 5-5-ով։ Բարի 5-5-ով իրենց գնահատենք, որ մեր համար հեշտ լինի հետագայում։ Երևացող լիդեր կամ հայտնի որպես վարչապետի թեկնածու, եթե մի ինչ-որ պայմաններում չլինի այդ կուսակցության մեջ։ Չէ, ձևակերպումը կարանք տանք կուսակցության անձակենտրոն Անձակենտրոնության ցուցանիշով, դրանք Ապա եթե քաղաքացու աշխատում եմ, ես որպես քաղաքական գործիչ չեմ, ոչ մեկի ներսը չգիտեմ։ Ինձ ես ասած որ նայում եմ Հայ ազգային կոնգրեսը ինձ թվում է всё-же ինչ-որ տենց բան է, կուսակցություն է ինքը։ Իրական ասելով ոչ իմ էլի, դե մարդիկ կան, Մարդիկ կան, աշխատում են, ունեն ինչ-որ օրակարգ չէ։ Հա։ Այսինքն կայացած կուսակցությունը, որը մի Հայ ազգային կոնգրեսը ինձ թվում է օրինակ լավ է։ ՔՊ-ն ինձ թվում է շատ սազր է գրել։ Ես հասկանում եմ դուք ինչ տրամաբան։ ՔՊ-ն նա հիմա իշխանություն գիտեք ինչ տրամաբանության մեջ գրել։ Այն տրամաբանության մեջ գրել, որ ոնց որ վաղը Հայաստանում հեղափոխություն է լինում։ Չէ, իշխանափոխություն։ Ախպեր ոչ մի բան տեղի չունենում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը չի առաջնորդում այս կուսակցությունը։ Ինչ ա լինելու։ Հիմա որ ասենք Սերժ Սարգսյանը չառաջնորդեց։ Հանրապետականը ինչ որ պլյուս մինուս եղավ, չէ՞։ Սերժ Սարգսյանը երբ որ չառաջնորդեց ինչը, հանրապետականը 21 թվին, թե 18 թվին։ Կապ չունի, իրենք որպես կուսակցություն 18 գործեցին, կուսակցության կեսը տրակեց։ Հեղափոխության բանն էր, ախպեր, հիմա ԿՊ-ի դեպքում էլ կեսը կտրակի։ Բայց ասենք այն մյուս կեսը ինձ թվում է կմնա։ Ընկերիքը հատ չի կարող լինի։ Այս կուսակցության փողերը իսպար կչանալու է, այս կուսակցության անդամների թիվը իսպար կչանալու է, իրանք որպես ինստիտուտ շատ դժվարությամբ են կայացնել որոշումներ։ ԿՊ-ն 15 թվից կա որպես կուսակցություն։ Իրանք այն ժամանակ որ ոնց որ sense իշխանություն, բաների փողեր եւ այլն չունեն, իրանք էլի կուսակցություն էին, ախպեր։ Որտեղ ասենք ընտրություններ են, վարչություն էին ընտրում, բան տես չխորանանք մեջը, բայց ես որպես քաղաքացի դա տեսել եմ։ Ես դաժե հիշում եմ, որ իրանց մոտ Վանաձորում որ ընտրությունները կրվել էին, վարչությունը բան արին, ցրեցին նոր ընտրություններին ու Սասուն Միքայելյանը ընտրվեց վարչության նախագահ, խոսքի ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն այդպես բաներ եղել է, տեսել եմ։ Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը չլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը, լիդերը, ինչ կլինի այդ կուսակցությունը։ Ինչ տոկոս է սպառնում։ Կմնա Սերժ Սարգսյանի պես կմնա կուսակցությունը։ Ինքը ինչ կլինի որպես կուսակցություն։ Չէ, Նիկոլեցի պես դուրս կգա իր։ Ինքը կմնա կուսակցություն, կմնա։ Եթե ինքը կմնա, ինձ թվում է պլյուս մինուս ելնելու է այդ կուսակցությունը։ Հիմա խոսքի, երբ որ Սերժ Սարգսյանը հանրապետական բանը հեղափոխություն եղավ դուրս եկավ, չէ՞, ասենք նախորդ 10 տարվա կամ 20 տարվա, այսպես ասած, Հայաստանում կոռուպցիայի, ֆլանի, ֆստանի, վատ դեպքերի պատասխանատվությունը ինքն էր կրում, չէ՞, ոչ թե իր կուսակցությունը։ Հա, բայց ոնց որ դրա արդյունքում այո, կեսը դուրս եկան այդ կուսակցությունից, երբ որ ինքը իշխանությունը կորցրեց։ Այո, լիքը խնդիրներ բաներ, բայց այդ կուսակցությունը որպես կուսակցություն մնաց։ Որովհետև հիմա, բայց առաջի գումարման խորհրդանից, իրանք եղել են։ Հա, այդ բան չասեցի, այդ իր հետ вообще խնդիր չեմ տեսնում։ Հիմա նույնը ԿՊ-ի դեպքում, երբ որ Նիկոլը դուրս գա կամ օրինակ իրանքը չլինի իշխանության։ Ես 100% վստահ եմ, որ այո, այդ կուսակցության կեսը մինիմում հաջորդ օրը կամ մի շաբաթ հետո դուրս է գալու ախպեր։ Բայց ինքը այդտեղ всё-же ունի ինչ-որ մարդիկ, որոնց այդ պատասխանատվությունը կիսում է։ Խոսքի կուսակցության կամ առաջնորդի կարծիքի փոփոխականությունը։ Հա, այսի շատ կարևոր ցուցիչ է մեր համար։ Այսինքն, երբ որ դու նախընտրական խոստում ես տալիս մի բան, ստանձնում ես պաշտոն, կապ չունի այդ պաշտոնը դիմադիր գործչի պաշտոնական
իշխանական ու քո բան կտրուկ փոխվում է, քո նախընտրականից քո կուսակցական կամ հիմնադրման պահին Նայ չի կարա մի ուժը ժողովրդավարացման կայացման process-ին նպաստի, եթե այդ ուժը գաղափարական բան չունի, ուղղվածություն չունի։ ԿՊ-ն հիմա ես ինչ ուղղվածություն գաղափարախոսություն չունի։ Հա Գավիկ Ծառուկյանն է, չունի, ինքը ո՞նց կարա այդ process-ը դրական բան ազդեցություն ունի քաղաքական ուժի գաղափարախոսությունը, քաղաքական ուղղվածությունը։ Այո։ Ինքը բան է դառնում։ Հիմա Հայ ազգային կոնգրեսի գաղափարախոսությունը։ Հայ ազգային կոնգրեսը դասական, լիբերալ, Ինչով է դա նպաստում առողջացմանը։ Արամին ասացել հենց այդ նրանով է նպաստում, որ ինքը քաղաքականության մեջ գաղափարական հոսանք է ներկայացնում, բայց դու Գագիկ Ծառուկյանին քաղաքականության մեջ չես կարա ասես ինչ հոսանք է ներկայացնում։ Հիմա մենք այստեղ ինչ ենք, ինքնասպանություն ենք գործում, որտեղ մենք որևէ գաղափարախոսություն Մենք ինքնասպան գլխից ենք ինքնասպան ենք։ Հա, բայց այդ ոչ չի նշանակում, որ մենք չենք գալիս առողջացնենք քաղաքական համակարգը։ Հա, բայց քրիտերիաներից մեկն է։ Այն մի հատ ասա մենք այն որ ինչ ենք գրել, էլի։ Drums. Այո, Սպարտակն է խոսում։ Պետրեգիցից ենք զանգարում, Լսում եմ։ բավականին շատ ունենք բովանդական ինտերեցություններ, մերժում չգրելու պարագայում, պատրաստ եք մոտենալ դիմում գրեքսերի դիմի համաձայն հետ վերցնեք, բացատրեք շտկեք բերեք։ Սխալները դուք ասում եք, մենք դրանք ուղում ենք, տալիս ենք, 10 օրվա մեջ դուք հաստատում եք։ Եթե ճիշտ ուղղացրին եք, այո։ Հա, բայց եթե ձեր տվածները հստակ ուղում ենք ոնց որ կա, նոր Դուք արդեն հատակ ոնց որ թե այն հաջող 17 օրվա վերջը, եթե մենք ասում ենք, եթե մենք հիմա ասում ենք, նշանակում մենք նաև ձեզ բացատրելու ենք թերությունները։ Ձեզ այս կախված կշտկեք, թե չէ, եւ 10 օրվա ընթացքում արդեն մենք կգրանցենք, թե չէ։ իսկ պետք է գանք Մոտեցեք, հիմա, հենց հիմա հրատակ խնդրում եմ, որտեղ ժամկետի ավան ունենք, խնդիր ունենք, չենք կարող են երկար ստացել, հիմա մոտեցեք, քանի որ որոշում է հենց այս պայմանական կայացել, արագ մոտեցեք երրորդ պատճառը, մնացածը կբացատրեմ դրան։ 10 օր ախպեր։ 10 օրը ձգվելու է, բայց։ Այսինքն այսօր վերցնեմ, երկու շաբթի բերեմ մուտք անեմ։ Էլի բախտի 10,000, հա։ Չէ։ Չեկը ուժի մեջ ունի։ Չեկը գործում է։ Հա, այդ որ ասեք չեք ուղի մեջ է դրա է, դե։ Ես դաշ չորը նույնացան բանն Որը քստերը Այսքան թուղթ է։ պահպանեմ կուսակցությունը։ Էսա, որ ուզում ես կուսակցություն բացես։ Նայ ոնց որ վատ չի մեծ հաշվով։ Հա։ Просто պետք է դրանք դրել քչել սա։ Այո։ Բայց ինձ թվում է ինչ-որ փրփուրներից կախվել է, էլի, ասենք, այդ որ տիպը մեծամասնությունը պիտի քվի, մեծամասնությունն է քվեարկե, բայց հետո ինչ որ քո վարչությունը խո մեծամասնության ձեները չէր ստանալու։ Չէ, բայց տրամաբանությունը գիտես որն է։ Ասում եմ ոնց որ դուք ոնց քվեարկել եք, ընդ գրել եք ռեյտինգայինով որոշում եք։ Հա։ Ասենք քվեարկել եք խոսքի Պողոսն, հա, ընտրվել։ Հա։ Ոնց որ համագումարը հաստատում է դա։ Այսինքն այդ քվեարկության արդյունքները բոլորը ընդունում են ոնց որ կա։ Մենք ընդ գրել ենք ռեյտինգայինով, եսի ինչով, դա երևի ինչ որ բաներ է նշանակում այդ բառերը, էլի։ Բայց ավելի շատ իմաստն է, որ ոնց որ համագումարը հաստատում է, որ դիտո միաձայն, էլի այսպես ասած։ Համագումարը հաստատել է, որ այս մարդը նախագահն է, այս մարդը վարչությունն է, այս մարդը վերահսկիչներն են։ Այդ լոլոները դիտո բանը, այս ձևով այս մեկը ընտրվեց, այս մեկը ինքա բացարձակնեց, այս մեկը այսքան ձև։ Հա, դա ինձ պետք չէ։ Մեր ներքին բանն է, Դու զգուշը կարևոր չէ, խերը կարևորը նենցանը։ Որում կարճ է, սա տեխնիկական ինչ-որ խնդիրներ է, տեխնիկական խնդիրները լուծում ենք, տալիս ենք կլնում է։ այո։ Ես որպես վարչության պնդում եմ հիմա։ Ես եմ գրավոր հարցում էսա վիդեո պատամ։ Ասում եմ հետ տվել եմ ուզում։ Չես ասում, ապես Վարչության անդամը կարտակի, չէ՞։ Կարթա իմացել։ Ամեն ինչի կողմը։
Մենակ Ապա հրճակականի խաղից Կանոնը Ես մի օր էլ գնաց։ Ողորմի։